Հիսուսի հարության իմաստավորեցին նրանք հրացալացան դեր ու
ես եմ կյանքը, ով հավատում է ինձ, նույնիսկ եթե բեռնի, պիտի ապրի։ Քրիստոսի հարության եզերական ծավալները երբեք ու երբեք չեն նշանացնում կամ ոչնչացնում երկրավոր կյանքի արժեքը, այլ այն երկրավոր կյանքը դարձնում են հավիտենական կյանքի նախասրահ։ Առանց հարության երկրավոր կյանքը դատապարտված է վերածվելու ընդամենը մի մրցած տարեցի։ Մի վայր, որ մրցանակ կարող է դառնալ փչացող նյութը, ամրով գեղեցկությունը, ջլատվող ուժը և օշիանցող իշխանությունը։ Առանց հարության ջնջվում են բնակեցելը լեղքի և առաքինության, բարու և չարի, լույսի և խավարի։ Առանց հարության չկա սահմաններ ու չկա ուղենիշեր, չկա նպատակներ ու չկա միջոցներ, վերջապես չկա կյանք, այլ կա միայն ու միայն սրբկած ու աննպատակ դիպված դեպի երեսում։ Այսպես է հարությունը շղթումը, ոչնչացում կյանքը, մարդուն մխում ինքնաստվածացման, սեփական ցանկությունների և իրավունքների բացարձակացում։ Մինչդեռ հարության լույսի ներքո կյանքի յուրաքանչյուր անդրդվար ծնունդից մինչև մահ հղկության մի օղակ է հավիտենության շղթայում։ Հարության լույսի ներքո երկրի գործերը արձագանք են ստանում երկրում և երկրի ջանքերը կանցեր են դառնում հավիտենության մեջ։ Երկրքին ու կրկին ճշմարիտ է առարկանը և ասում է, եթե Քրիստոս հարություն չի արել, ուրեմն ունայն է և Իզուր է մեր հավատը։ Մեր ժողովուրդը անցել է հարյուրավոր, հազարավոր տարիների իր պատմության մեջ արտավիճների միջով։ Սմբլուր խմել է դառնության բաժակը, հաջավան մարտնչել է աղետների ու հորձաների ներում։ Երբեմն խելահեղ միուսախապության փորձել է փախոստալ ողբերգական և ցավալի իրականությունից։ Երբեմն նույնիսկ ասացի տակ է ապրել հարության ճշմարտացիությունը և խոր ցավերի ու վշտերի մեջ, հուսախաբության մեջ հաստատել անգամ Աստծո գոյության։ Բայց մեր ժամանակ միշտ շարունակել է ապավինել հարությանը և պայքարել։ Այսօր ևս մենք փոփոխություններ ենք հաղթահարում։ Շարունակում ենք կրել սևասանական փոփոխությունների հետևանքները և շարունակում ենք հանդիպել որվածած, անջատված, բայց արդեն ծերացած հայացքներ ունեցող երեխաների։ Տեսնում ենք ցավից գալազող որտեղ կորույս մայրերի ցանկացած աչքեր, այլևս արցախահայերի վշտահար ելքեր, վանտերում ապօրինաբար պահվող, խոշտակվող գերիներ, սեփական երկրում անպաշտպանությունից և չքավորությունից խորացած ու խեղճացած մարդիկ։ Եվ նույն ժամանակ այսօր Քրիստոսի Սուրբ Հարությունից երկու
մարդկային ցավի և կարիքի նկատմամբ անտարբեր ու սնահար ոգիներ, որոնք իշխության ուրացման գնով հարկ ու անձնական բարեկեցություն են ունենում։ Տեսնում ենք բարձր ամբիոններում ճամարկակով հռետորներ, որոնք իրապաշտության հանգարցների մեջ այլենադատություն, պատմական հիշողությունից հրաժարում և ինքնաժրկում են կրում։ Տեսնում ենք խոսքի աչպարարներ, որոնք ազատության և արդիականության զարգանքի մեջ սանձազարգություն են տարածում։ Տեսնում ենք նաև ինքնահռչակ լուսավորիչներ, որոնք անկրթության հավաքակող շրջանահանդեսում իբրև թե գիտելիք և բարեկամություն են բացառում։ Եվ հետաքրքիր է, սրանք բոլորը բացառում են այն ամենով, ինչի համար ըստ էության պետք է ամաչել։ Ամաչում են այն ամենից, ինչով պետք է բարձրանալ։ Այսպես է, պատիվն ու հարգանքը, անցյալ ու ներկա և ապագա հաջորդի հանդեպ մարմնապաշտպանության չենջահող վագինի մեջ։ Միթե այս ողբալի պատկերների առջև չի նսեմանում սուրբարության հրաշքը։ Ինչպես հավատալ, որպես չի սուրբարության խորհուրդը կյանք և տրկություն պիտի դառնա նաև այսօր մեզ համար այս վիճակներում։ Քույրեր և եղբայրներ, ես չունեմ խոսքեր ամոթելու ձեզ հարության ճշմարտացիության մեջ, չունեմ նաև բառեր հավաստիացնելու ձեզ հարյուրենական կյանքի իսկությանը։ Ունեմ միայն համոզում, որ չի կարող կյանքը սահմանափակվել անիմաստ ու ողբերգական մաղմամբ։ Ունեմ համոզում, որ չի կարող կյանքը հավաքվել դասով և ողբերգությամբ։ Չի կարող գերեզմանը դառնալ կյանքի ողջ ու ամբողջ էությունն ու բովանդակությունը։ Եվ վերջապես ունեմ համոզում, որ Հիսուս, նույն Հիսուս, որը չարչարվեց, խաչվեց, մահվան պատմվեց, հենց այդ նույն Հիսուս հարություն է։ Եվ հենց նրանով էլ Աստված։ Աստված չի կարող բանալ։ Եթե Աստված մեռած է, ուրեմն ընդունայն է մեր քարոզածը և Հիսուս է մեր հավատը։ Եվ մանրամասն մեր ողջ կյանքն ու ընթացքը։ Բայց քանի որ մանրամասն չէ մեր կյանքը, ուրեմն ճշմարիտ է Հիսուսի ատյունը և անջրպելի Աստծո լինելիությունն ու մասնակցությունն է։ Եվ վերջապես իհարկե ավելի դյուրին է հավատալ այն բանին, որ Աստված իրապես հարություն է արել, կամ հավատալ նրան ընդունել այն, որ Աստված մահացավ։ Եվ ուրեմն գործողությունները վերածենք կյանքի զորացման, սայթակելուց հետո վեր կանգնենք, վեր լինենք, մեղաչելուց հետո չտանտանենք հավատալարությունը, մերժենք նրա հավատությունը, մերժենք կասկածները, պայքարենք մեղքի դեմ նախիքներս մեր մեջ, և հետո այլ տերերում և այլ տերերում, պայքարենք կյանքի համար, պայքարենք արժանապատվության համար, պայքարենք մեր հավատքի և ինքնության համար,
Հարություն այնտեղ է, ուր չկա ատելություն, և ուր չկա թշնաման։ Հարություն այնտեղ է, ուր խորտակվում է չարի պատնեշը, և հարություն այնտեղ է, ուր գերիչում է միաբանությունը, ամերաշտությունը և բրկավորում է սերը։ Եվ ուրեմն ողորմյալ լինի Տիրոջ սուրբ հարությունը, թող կրծի սուրբ հարության շնորհները հաղթորեն, սփռվեն արքածողիներում և համակամայն այդ կյանքից ներս այժմ և հավիտյանս հավիտենից ամեն Քրիստոս արյալ իմերետոս։